Հայաստանի վարչապետի կինը պնդում է, ինքը քաղաքացիական պայմանագրի հետ չի ասոցացվում, ըստ օրենքի եւ չի խախտում նախընտրական շրջանում բարեգործությամբ զբաղվելու արգելքը։ Նա պատրաստվում է քրեական պատասխանատվության կանչել Դանիել Իոաննիսյանին։ Չկա Հայաստան առանց Փաշինյան գրությամբ պաստառ է բացել քաղաքացիներին հայհոյած գյումրեցի ՔՊԱ-ական Սարիկ Մինասյանը։ Շոուն պետք է շարունակվի, ասել է Թրամփը, երբ թիկնապահները նրան փորձել են տարհանել հրաձիգի հարձակման պահին։ Ամերիկյան նոր հարձակումից առաջ Իրանը դաշնակիցների հետ թարմացնում է հին պայմանավորվածությունները։ Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ։ Երևանում ժամը 19 է, բարի երեկո եւ բարի գալուս 21 TV, սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերում ձեր սիրելի հաղորդումն է իրականում ու պարզ։ Տաղավարում են Դավիթ Գենջոյանը եւ Տարոն Կոխլիկյանը։ Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, նախքան անոնսված թեմաներին անդրադառնալը հիշեցնեմ, որ մեզ նաեւ ուղիղ եթերում կարող եք դիտել 21 TV News-ի YouTube-յան ալիքում, 21 TV Facebook-յան պաշտոնական էջում, ինչպես նաեւ կարող եք բաժանորդագրվել մեր մյուս ալիքներին, որպեսզի լինենք կապի մեջ։ Եվ այսպես, Հայաստանի վարչապետի կինը Աննա Հակոբյանը այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել, որպեսզի հայտարարի քրեական պատասխանատվության է կանչում անկախ դիտորդ դաշինքի։ Այս դաշինքի կարկառուն ներկայացուցիչը Դանիել Իոաննիսյանն է։ Իշխանության հետ ասոցացվող մի իրավապաշտպան, շատ կարճ վերջին ամենաթարմ օրինակով ներկայացնեմ, թե ով է Իոաննիսյանը գործող իշխանության համար։ Մասնավորապես հենց Իոաննիսյանի հուշում գրառումից հետո քաղաքացիական պայմանագիրը մեկ գիշերում որոշեց փոխել ընտրական օրենսգիրքը, որպեսզի դաշինքների անվանումներում չօգտագործվեն անձնանուններ։ Եվ գալիք ընտրություններում իշխող ուժի գլխավոր մրցակից ուժեղ Հայաստանը դաշինքի անվանումից հեռացրեց ազգային բարերար Սամվել Կարապետյանի անունը։ Հիմա Հակոբյանի եւ Իոաննիսյանի իրավական վեճի մասին մոտ 2 շաբաթ առաջ Իոաննիսյանի անկախ դիտորդը վարչական դատարան էր դիմել, որ 15 դրվագով պատասխանատվության ենթարկեն Աննա Հակոբյանին, որպես Իմ քայլը հիմնադրամի ղեկավար։ Նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար, քանի որ Հակոբյանի Իմ քայլը հիմնադրամն ու ինքը Աննա Հակոբյանը ուղիղ ասոցացվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, որը 2018-ի ընտրություններին մասնակցում էր Իմ քայլը դաշինքով, իսկ Հակոբյանը կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կինն է։ Հակոբյանը հակադարձելիս մի դրվագ է հիշեցնում 2022 թվականից, լսենք։ 2022 թվականի սեպտեմբերին Շիրակում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակաշրջանում Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է այն ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանը։ Այդ ամբողջ ընթացքում Իմ քայլը հիմնադրամը Շիրակում անցկացրել է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագիրը։ Եվ ընդհանրապես Մխիթար Հայրապետյանի Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն լինելու ընթացքում տարբեր ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել տարբեր համայնքներում, որտեղ Իմ քայլը հիմնադրամը զուգահեռաբար իրականացրել է բարեգործական ծրագրեր։ Որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով այդ փուլում չի կատարվել։ Դավիթ, եթե հետևենք Հակոբյանի տրամաբանությանը, ապա կարող ենք նրա այս ասացից հետևություն անել, որ Աննա Հակոբյանը հարցնում է հետևյալը, ոչ ուղիղ, ըստ էության հարցնում է հետևյալը, եթե 2022-ին պատասխանատվություն վրա չի հասել նման գործողության դեպքում, ինչու է հիմա հիշել սրա մասին, այդ հարցը կարծես թե անկախ դիտորդին է ուղղում եւ նաեւ գուցե իրավապահներին, կարծում եմ, որ սա թույլ հիմնավորում է ու եթե դատական որևէ process սկսի, ապա հավանաբար նախորդ դեպքերը նույնպես քննության կառնվեն։ Հետաքրքիր է նաև, որ ուշադրություն է գրավում, որ ասվում է իրավական ոչ մի հիմք չկա ասոցացնելու, այսինքն կարելի է ենթադրել, որ այն
թե քաղաքական գործիչները, թե վերլուծաբանները, որ ուշադրություն էին հրավիրում, որ բաժանումը տեղի է ունեցել քողարկելու համար այդ ամենը, այսինքն պաշտոնյայի կինը երբ որ բաժանվում է, ել չի ներկայացնում ամեն տարի ներկայացվող այդ հավատարմագրման հայտարարագրման այդ ցանկը եւ բաց է մնում, այսինքն չենք հասկանում որտեղ է գնացել այդ գումարները եւ որպես այդպեսին ապացույցներ չկան եւ հետաքրքիր է հենց այդ կետը։ Իդեպ բաժանության մասին խոսեցիր, մենք գիտենք, որ Փաշինյանը հայտարարել է, որ ըստ էության վերամիավորման փորձ են անում ինքն ու կինը, այսօր Աննա Հակոբյանը այդ թեմային որևէ կերպ չի ցանկացել անդրադառնալ, հարցերը անպատասխան է թողել, բայց Հակոբյանը կտրականապես չի ընդունում, որ իր ղեկավարած Իմ քայլը հիմնադրամը, որը 2000-ից ավելի շահառուներ ունի, այս փուլում նրանք, ովքեր որ ստանում են որևէ բարեգործական օգնություն, կարող են ասոցացնել այդ բարեգործությունները եւ անողներին քաղաքացիական պայմանագրի Նիկոլ Փաշինյանի հետ։ Հարց է առաջանում, եթե ընդդիմությունից ինչ-որ մեկը կամ նրանց բարեկամները նման կերպ վարվեին, այլի այս արդարացումը կանցներ, թե Շատ տեղին ես ասում, լրագրողներն էլ այդ հարցը ուղղել են Հակոբյանին, նա նորից չի պատասխանել, մասնավորապես լրագրողները օրինակ բերեցին, եթե ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի ղեկավարի կինը որևէ հիմնադրամ բացվի, որը ուղիղ ասոցացվում է այդ քաղաքական ուժի հետ, այդ քաղաքական ուժի ղեկավարի հետ եւ սկսի բարեգործությամբ զբաղվել, հայտարարելով, որ ինքը չկա այդ կուսակցության անդամ չէ, չի զբաղվում քարոզչությամբ, նախընտրական շրջանը դեռ չի սկսել, ինքը չի մասնակցում որևէ քարոզարշավի եւ հետեւաբար ազատ քաղաքացի է, որը կարող է անկախ այս process-ներից, որոնք Հայաստանում տեղի ունենում, մասնավորապես նախընտրական այս շրջանից, ինքը կարող է բարեգործություններ անել, որ կուզի, եւ այստեղ նաեւ մի օրինակ կա կոնկրետ քաղաքական ուժի մասով, մասնավորապես Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի ավագ որդին եւ Ուժեղ Հայաստան կուսակցության մի անդամ հայտարարել էին 100 լավագույն ուսանողի կրթաթոշակ տալու մրցույթի մասին եւ այդ մրցույթի արդյունքները ամփոփելուց օրեր առաջ հանրապետության նախագահ հրամանագիր է ստորագրում Հայաստանում ընտրություններ անցկացնելու մասին եւ այդ պահից սկսած ըստ օրենքի բարեգործության արգելքը ուժի մեջ է մտնում եւ այլևս որևէ բարեգործական ակտ տեղի ունենալ չի կարող այդ կուսակցությունների հետ ասոցացվող ցանկացած անձի կողմից եւ բնականաբար նրանք դադարեցրին, սառեցրին միաժամանակ այդ ուրեմն մրցույթի արդյունքների հրապարակումը, մինչեւ որ կանցնեն ընտրությունները եւ այստեղ էլ հարց է առաջանում, որ եթե դա տեղի ունենար օրինակ Ուժեղ Հայաստան կուսակցության հետ ինչպիսին կլիներ իրավապահների արձագանքը եւ հիմա ինչպիսին է իրավապահների արձագանքը մենք օրինակ գիտենք որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հայտարարել էր օրեր առաջ որ Աննա Հակոբյանի նկատմամբ որևէ վարույթ նախաձեռնված չէ եւ որևէ գործողություն տեղի չի ունենում Կարծես թե ոչ մի բան չի խանգարում ներկայումս նման հետապնդումներ իրականացնել առանց որևէ նման հիմքերի այսինքն դեռ չսկսված այս քարոզարշավի բուն ամենաթեժ պահը տեսնում ենք որ բավական նման ակտիվություն տեղի է ունենում քաղաքական դաշտում Այո եւ նաեւ հետաքրքիր էր որ Աննա Հակոբյանը այսօր միայն պատասխանում էր այս թեմային վերաբերող հարցերին եւ նա անընդհատ հղում էր անում իր նշած կետերին սահմանադրությունից իր բերած կետերին տեղական օրենքներից եւ նաեւ միջազգային ուրեմն համաձայնագրերից եւ պնդում որ այդ բոլորով իր իրավունքները որպես քաղաքացի խախտվել են իր ընտրելու ազատ կամ արտահայտման եւ որպես կին լինելու իրավունքները խախտվել են եւ մի տեսակ տպավորություն էր որ օրենքի եւ մյուս այդ իրավական ուրեմն փաստաթղթերի մեջբերումները շատ յուրօրինակ մեկնաբանության են արժանանում եւ ցանկալի է հաստատ լսել նաեւ անկախ իրավաբանների կարծիքը թե այսօր ներկայացրած Աննա Հակոբյանի հիմնավորումները եւ այդ հիմնավորումներով կարծես թե սկսվող արդեն քրեական գործերը որքանով են ընդհանրապես իրավունքի շրջանակներում եւ ինչ հետագա կունենան դրանք ինչ ապագա կունենան Եվս մի հարց է առաջանում եթե իրավաբանորեն նա ընտանիք չէ այսինքն
հայտարարագրման կարիք չի լինում, այնտեղ արդեն հարց է առաջանում բնակության հասցեի պաշտպանության մասով, այսինքն պետք է ամեն ինչից զրկվի, ինչը մենք չենք տեսնում։ Կարծես թե նրանք այնուամենայնիվ չեն բաժանվել, այլ վերամիավորվել են, որովհետև Աննա Հակոբյանը արդեն ասացի այդ հարցին ուղիղ չպատասխանեց եւ որևէ բան չասաց, նաեւ լրագրողները նրան հարցրին, եթե դուք, ինչպես ինքը նշեց, բառացի մեջ բերեմ, վարձու աշխատող է այդ հիմնադրամը, որովհետև գործադիր տնօրենն է հիմնադրամի, ինչու եք այդ դեպքում օգտվում պետության տված արտոնություններից, այսպես ասած, որոնք տալիս են պաշտոնյաներին եւ նրանց ընտանիքներին, մասնավորապես պետական պահպանության ծառայության աշխատակիցներից Տիկնազորից մենք տեսանք ուրեմն ապրիլի 24-ին թե ինչ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ էին շրջում Աննա Հակոբյանի հետ միասին, մենք գիտենք, որ նրան նաև ծառայողական մեքենա է տրամադրել պետությունը, ուղեկցող մեքենա ունի Աննա Հակոբյանը եւ լրագրողները տարակուսած էին, թե եթե նա ուղակի ներկայանում է որպես շարքային քաղաքացի եւ պարզապես այդ հիմնադրամի տնօրեն, գործադիր տնօրեն, ինչու նա չի հրաժարվում այն ամենից, ինչը որ վերաբերվում է պաշտոնյայի կնոջը եւ այն պաշտոնյային, որը պատրաստվում է մասնակցել այս ընտրություններին, արդեն հայտը տված է եւ այդ դեպքում Աննա Հակոբյանը, երբ խոսքը հասնում է պետական պահպանության այդ ծառայությունից օգտվելու, նա այդ ժամանակ վարչապետի կինն է եւ ուղիղ ասոցացվում է նրա հետ, իսկ երբ խոսքը հասնում է բարեգործության արգելքը խախտելուն, նա այլևս չի ասոցացվում Նիկոլ Փաշինյանի հետ եւ միայն հանդիսանում է Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն։ Իսկապես հարցերը շատ են եւ կարծում եմ, որ մենք առաջիկայում այս թեմային էլի կանդրադառնանք եւ անպայման դեռ բարձաբանումներ կլինեն, կներկայացնենք անպայման։ Հուսանք անկախ դիտորդը իրոք անկախ կերպով կքննի այդ ամենը։ Այո, եւ առաջարկում եմ շարժվենք առաջ ու հաջորդ աղմկոտ թեմային անդրադառնանք։ Քաղաքացիներին հայհոյելու սկանդալից հետո նոր աղմկոտ քննարկման մեջ է հայտնվել Գյումրիի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը, նա քաղաքացու օրվա կապակցությամբ մի տեսանյութ էր հրապարակել, որի առաջին կադրում մի պաստառ է բացված, վրան գրված «Վերադարձ Հայաստան, չկա Հայաստան առանց Փաշինյան»։ Նախ խոսենք քննարկվող վարկածի մասին, թե ինչու է ընդհանրապես այս պաստառը բացվել Սարիկ Մինասյանի տեսանյութում, մասնավորապես նշվում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր եւ մեծ համերգ էր հրավիրել Վարդանանց հրապարակում, բայց ինչպես որ լրատվամիջոցներն էին արձանագրել, հրապարակը կիսադատարկ էր եւ ըստ էության Գյումրու եւ Շիրակի մարզի բնակիչները կարծես թե չէին մասնակցել եւ այդ համերգին ներկային միայն նրանք, ովքեր ավտոերթով այստեղից միացել էին Նիկոլ Փաշինյանին ու գնացել Գյումրի եւ Նիկոլ Փաշինյանը այդ գիշեր համերգից հետո շատ լուրջ խոսակցություն է ունեցել Սարիկ Մինասյանի հետ եւ Սարիկ Մինասյանն էլ վրդովված այդ խոսակցությունից եկել է ու Facebook-ում այդ օրը գիշերը ուրեմն հայհոյանքներ գրել այն քաղաքացիների հասցեին, ովքեր որ քննադատել էին այդ օրը տեղի ունեցած միջոցառումը Գյումրիում եւ ավտոերթը եւ հետո Սարիկը հիշում ենք, որ ներողություն էր խնդրել Եվ այս ձևով, այս պաստառը բացելով, կարծես թե նա փորձել է շահել Նիկոլ Փաշինյանի վստահությունը, բայց ես կարծում եմ, որ կարծես թե այս հարցում էլ պարոն Մինասյանը սխալվել է, որովհետև նման գրությամբ պաստառ բացելը 21-րդ դարում Հայաստանում ժողովրդավարության բաստիոն հռչակված մեր երկրում կարծես թե խոսում է միապետություն գնալու մասին, այլ ոչ թե ժողովրդավար եւ բազմակարծությամբ ապրող հասարակություն ունենալու մասին։ Ճիշտ ես նկատում Տարոն, որովհետև անձի պաշտանմունքը ժողովրդավարությանը բնորոշ չէ, այսինքն եթե արդեն մենք սկսել ենք նման քաղաքականությամբ շարժվել եւ ոչ միայն, այսինքն եթե անձն է սկսում կարևորվել, այսինքն պետականությունը տուժել է եւ չունենք օրինակ վստահություն պետական մարմինների կամ կառույցների նկատմամբ, մեծ վտանգներ ունի իր ետևում, որովհետև թուլանում է հակակշիռը, այսինքն եթե անձն է ասոցացվում պետության հետ, այսինքն նա արդեն սկսում է վերադասվել օրենքից եւ առհասարակ ինստիտուտներից, քաղաքական գործընթացներն է սկսում անձնավորել եւ օրենքը սկսում է չաշխատել
բոլորի համար, եթե պետությունը, մանավանդ ժողովրդավարական պետությունը համարվում է այդ կառավարումը առհասարակ իր ամեն մարմնով, հիմա ասոցացվում է մի անձի հետ, որը բավական վիճելի է Եվ կարելի է զուգահեռներ տանել մեր կողմից շատ սիրված կամ չսիրված Ռուսաստանի հետ, որովհետև մենք հաճախ ենք ներկայացնում, որ այնտեղ տեսեք ժողովրդավարությունը եւ հատկապես ներկայիս իշխանությունը այո դուժում է, բայց կարծես թե քայլերը զուգահեռ եւ հայլային են այնտեղ, որովհետև սկզբում էլ այնտեղ բավական ժողովրդավար սկզբունքներով էր, ապա տեսնում ենք թե ինչ է տեղի ունենում, որովհետև պատերազմական դրության վտանգի ներքո շարունակվում է նման գործողությունները։ Գիտես, Սարիկ Մինասյանի այս գործողությունը հիշեցրեց համաշխարհային պատմության մեջ մի կերպար կա Ռուդոլֆ Հեսը, նա եղել է Հիտլերի տեղակալը եւ ոչ այդքան հանրային կերպար, բայց շատ հավատարիմ եւ շատ վճռորոշ ձայնով մեկն է եղել Հիտլերի, այսպես ասենք, վարչակազմում եւ նա այսպիսի մի արտահայտություն ունի. Հիտլերը Գերմանիան է, Գերմանիան Հիտլերն է։ Եվ սա իսկապես շատ ուղիղ ասոցացվում է Սարիկ Մինասյանի այդ բացած պաստառի հետ եւ իսկապես այստեղ ուղղակի մի հարց էլ կա մենք գիտենք որ Հայաստանում մինչև 2018-ի հեղափոխությունն էլ կար այդ ղեկավարին այսպես պաշտելու այդ մոլուցքը 2018-ից հետո կարծես թե դա ավելի այսպես նոր ձևեր ու նոր բովանդակություն ստացավ ու դրան կարծես թե նպաստեց հենց ինքը ղեկավարը, որովհետև մենք հիշում ենք որ այս տարի էր կարծեմ որ Նիկոլ Փաշինյանը այսպես չեպազրույցի ժամանակ լրագրողների հետ բառացի հայտարարեց որ ինքն է կառավարությունը Եվ ով համաձայն չէ կարող է լքել։ Այո, եւ ով համաձայն չէ կարող է լքել, այնպես որ այսինքն մի կողմից Սարիկ Մինասյանը կարծես թե ճիշտ է վարվել մտածելով որ դա իր առաջնորդին դուր կգա, լսելով նաեւ առաջնորդի իր այս հայտարարությունը, բայց մյուս կողմից, եթե մենք ընդհանուր պատկերի մեջ ենք նայում եւ թե ուր է ուզում շարժվել մեր պետությունը դեպի Եվրոպա, դեպի ժողովրդավարություն, դեպի ազատություն, այդ ազատության մեջ նման կարգախոսները մի փոքր մեղմ ասած չեն տեղավորվում։ Եվ նվազեցնում է կայունությունը եւ հաշվետվողականությունը, այսինքն պատասխանատվության զգացումը մնում է միայն ղեկավարինը, սակայն հիշենք, որ օրեր առաջ հենց մեր վարչապետը հայտարարեց, որ ժողովուրդն է պետությունը պետք է սիրես այնպես, ինչպես ինքը տեսք է սիրում, այդտեղ էլ կարծես թե պատասխանատվությունը ավելի շատ դրվում է ժողովրդի վրա, այսինքն եթե ժողովուրդն է ընտրել այդ իշխանությունը, ապա ժողովուրդն է մեղավոր եւ նման դիսոնանսի մեջ չենք հասկանում, որն է մեր քաղաքական ուղղվածությունը։ Քո ասածը իդեպ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ բառացի ասել է պատերազմից հետո, եթե չեմ սխալվում, նա ասաց, որ եթե վատն է կառավարությունը, ուրեմն վատն է ժողովուրդը, որովհետեւ այդ ժողովուրդն է ընտրել կառավարությանը ու հիմա կարծես թե այսպես ինչպես ասում են puzzle-ը գալիս ու հավաքվում է։ Այո, կարծես թե խաղաքարտերը գնալով ավելի բացվում են եւ արդեն ավելի པարզ ենք տեսնում։ Շատ քաղաքական գործիչներ ընդդիմադիր դաշտից հետաքրքիր է նկատել այս տեղի ունեցող վերջին ժամանակներում թե ներքաղաքական թե արտաքին քաղաքական, կարծես թե ստիպում է հայերին ավելի հասկանալ եւ դատել եւ միավորվել, բացի այն, որ բաժանում է բավական ժամանակ գնում, այսինքն մենք բացահայտ տեսնում ենք ինչ է տեղի ունենում եւ զուգահեռներ կարողանում ենք անցկացնել շատ կարճ ժամանակահատվածում։ Հետևենք իրադարձություններին եւ տեսնենք թե ինչ կստացվի, ինչ հետևանքներ կունենա այս ամենը, հաշվի առնելով որ մենք շատ շուտով մտնելու ենք արդեն բուն նախընտրական այդ ընտրապայքարի շրջանը։ Ասենք առաջ, շարժվենք առաջ եւ մեր հաջորդ թեմա։ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա միջոցառման ժամանակ կրկին մահափորձի փորձ է կատարվել Դոնալդ Թրամփի նկատմամբ, սա հիշեցնեմ երրորդն է արդեն թվով։ Կարծես թե Դոնալդ Թրամփը այդքան էլ վախեցած չէր, որովհետև նա բավական հետաքրքիր կերպ է մեկնաբանել CBS հեռուստաալիքի 60 րոպեի հաղորդման ժամանակ, թե ինչ է տեղի ունեցել։ Նա բառացի ասել է շահուն պետք է շարունակվի, երբ այդ կրակոցները տեղի են ունեցել, այսինքն կարևորել է այդ իրողությունը եւ հետաքրքիր է որ նա նույնիսկ գովաբանել է այդ հրաձիգին, նա նշել է որ ամերիկյան ֆուտբոլի ասոցիացիան պետք է ուշադրություն դարձնի այդ տղային, որովհետև նա շատ արագ էր վազում։ Դժվար է կարծես թե նա կոփվել է այս քառ փորձերից։ Նկատի ունի ռեգբի։ Այո, ամերիկյան ֆուտբոլի, այո։
Նա ասել է, որ նա բավական արագ էր եւ ճարպիկ, պետք է ուշադրություն դարձնել, հետաքրքիր է, բայց զարմանալին այն է, որ այն հարցերին թե դրդապատճառները, որ նշել էր այդ անձը ինչի համար է արել, այդ հարցերին ի պատասխան, որ կար շատ մեղադրանքներ թե Դոնալդ Թրամփի թե իր կառավարության հասցեին, նա հրաժարվել է պատասխանել, կոպիտ կերպով ընդհատել է լրագրողին եւ շարունակել է, այսպես ասած, շարունակել է հին քաղաքականություն մեղադրելով թե լրատվականներին կեղծ լուրեր տարածելու համար եւ դեմոկրատներին, ինչպես դրա մոտ շատ լավ է ստացվում։ Շատ հետաքրքիր է, որ լրագրողներին հրավիրում է ընթրիքի, նրանք ականատեսել լինում եւ սարսափահար թաքնվում են սեղանների տակ, որովհետեւ հրաձիգ է մտել ու փորձում է ինչ որ մեկին սպանել, հետո դու այդ լրագրողներին հրավիրում ես ճեպազրեցի եւ նրանց մեղադրում ըստ էության տեղի ունեցածի համար։ Այո, եւ անվանում կեղծիք է այդ ամենը եւ ինչի մեջ նրան մեղադրում են, նա հակադարձում է, որ այդ ամենը մեղավոր է Ջեֆրի Էփշտեյնի հետ կապ ունեցող իր հակառակորդ քաղաքական ուժի ներկայացուցիչները, կարծես թե մոռանալով, որ նա գլխավոր Էփշտեյնի ցուցակի այն անձն է, որի շուրջ է ձևավորվում այդ ամենը։ Եվ հետաքրքիր է, որ այս կարճատև մամուլի այդ զինադադարը շատ չտևեց, որը շատ կարճատև էր, որովհետև միանգամից անցավ իր միանգամ այդ այն քաղաքականությունը, որը վարում էր բավական ժամանակ։ Իսկ քննարկումները, որ սա, քանի որ արդեն նշեցիր, երրորդ անհաջող մահափորձներ Թրամփի դեմ, ինչս կարծում սա ավելի շատ բեմադրված է, որպեսզի բարձրացնի նրա վարկանիշը, թե որոշակի ավելի մեծ քաղաքական պրոցեսներից, ինչպես որ սովորաբար լինում է, մարդկանց ուշադրությունը շեղեն, ինչի համար է սա, արդյոք սա Իրանի վրա նոր հարձակում պլանավորելուց առաջ Թրամփի արդեն ասի վարկանիշը բարձրացնելու կամ այդ պլանավորումից մարդկանց ուշադրությունը շեղելու ինչ որ քայլ է։ Կարծես թե ավելի շատ շեղելու վարկածին կարելի հավատալ, որովհետև այդ հրաձիգը նկար էր հրապարակել, որով աջակցում էր Իսրայելին, զարմանալի կլիներ, որ փորձեին կապել նրան Իրանի հետ եւ այդ մասին որևէ մեկը չի խոսել, որովհետև այդ տղան քրիստոնյա է, իսկ բարդ է նրան ասոցացնել Իրանի հետ առհասարակ։ Կարծես թե շեղելու փորձ է, որովհետև ներկաներից շատերը մի մասն էին հուզված, իսկ մյուսները շատ ոգևորված եւ հիացած պատմում էին, թե ինչեր տեղի ունենում այնտեղ։ Կարծես թե նմանեցնում են հոլիվուդյան ինչ-որ մի ֆիլմի, հատկանշական է թե վայրը, թե առհասարակ միջոցառումը, որտեղ տեղի էր ունեցել այդ ամենը, եւ Դոնալդ Թրամփի վարկանիշը կարծես թե այդքան էլ չի փոփոխվել, որովհետեւ Ամերիկայում կարծես թե բավական կարծրացել է այդ քաղաքական կողմնորոշումը հասարակության եւ մարդիկ սկսել են հստակ հասկանալ ում են աջակցում կամ ում չեն աջակցում եւ նման գործողությունները շատ քիչ 1-ից 2% ազդեցություն են ունենում, չհաշված որ այն մահափորձը երբ որ կրակեցին եւ կարծես թե վիրավորվեց Դոնալդ Թրամփը դա բավական ազդեց ընտրություններին, բայց հաշվի առնենք այնտեղ էլ նախագահի տեխնացու էր փոխվել այդ ժամանակ եւ դա էլ իր նպաստ ունեցավ։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ քաղաքական այդ փոփոխությունը, այսինքն հնարավոր է շեղում, հնարավոր է, որովհետև Իրանի հետ բանակցությունները, այսինքն այն թեժ կուլիսային փուլում են տեղի ունենում։ Մենք Իրանին առանձին այսօր թեմայով անդրադառնալու ենք, դու նշեցիր հրաձգության այդ վայրը, ես ուզում եմ փոքր պատմական ակնարկ անենք եւ հիշենք, որ 45 տարի առաջ 1981 թվականին այս նույն հյուրանոցում Վաշինգտոն Հիլթոնում դուրս գալիս հյուրանոցից դուրս գալիս մահափորձի ենթարկվեց Ռոնալդ Ռեյգանը, Միացյալ Նահանգների նախկին նախագահը, նրա վրա կրակել էր 25-ամյա Ջոն Հինքլիսը, նա 6 կրակոց էր արձակել, որից վերջին փամփուշտը կպել էր Ռեյգանին, այդ ժամանակ Ռեյգանը 70 տարեկան էր, բարեբախտաբար այդ փամփուշտը թևատակի տակով անցել էր, վնասել էր թոքը եւ ըստ ուրեմն բժիշկների կանգ էր առել սրտից ընդամենը 2.5 սանտիմետր հեռավորության վրա, բարեբախտաբար այդ վիրահատությունը բարեհաջող անցավ եւ Ռեյգանի կյանքը հնարավոր եղավ փրկել, բայց այդ ժամանակ մենք իմացանք, որ հրաձիգը որևէ քաղաքական նպատակ չի ունեցել, այլ նա, ինչպես գրել էին մամուլում, սիրահարված էր, հիվանդագին սիրահարված էր դերասանուհի Ջոդի Ֆոստերին եւ ցանկանում էր տպավորել դերասանուհուն, մտածել էր, եթե սպանի Միացյալ Նահանգների նախագահին եւ ամբողջ աշխարհի ուշադրությունը իր վրա հրավիրի, ապա դերասանուհին կտպավորվի նրանով, իհարկե այդ երիտասարդին ձերբակալեցին, բայց ամենահետաքրքիրը այն է, որ նրան
անմեղսունակ ճանաչեցին, որովհետև համարեցին, որ հոգեկան շեղումներ ունի եւ նա մինչեւ 2022 թվականը հոգեբուժարանում էր եւ բուժվում էր եւ 22 թվականին նա ազատ է արձակվել եւ հիմա այս նույն հյուրանոցում իդեպ ասեմ, որ հյուրանոցը համարվում է Վաշինգտոնի ամենաանվտանգ կառույցներից մեկը եւ հենց այստեղ է, որ ամենամյա ընթրիքներ են տեղի ունենում երկրի առաջին դեմքի մասնակցության, որովհետև այստեղ այս կառույցում կա հատուկ տարհանման հատված գետնի տակով, որտեղով միշտ կարողանում են անվտանգ հեռանալ եւ գալ ուրեմն երկրի առաջնորդները, բայց կարծես թե այս հյուրանոցը արդեն երկրորդ անգամ մտավ պատմության մեջ երկրի ղեկավարի դեմ մահափորձի այդ տեսարաններով։ Հետաքրքիր է, որովհետև անցած տարի էլ հենց Դոնալդ Թրամփի աջակիցներից Չարլի Քրքին ուղիղ եթերում սպանեցին, դա շատ ցավալի էր եւ հետաքրքիր է նրանով, որ Թրամփը հրաժարվել է որևէ կերպ ընդունել այն պատասխանատվությունը, որ իր օրոք բավական շատացել է բռնությունները քաղաքական դրդապատճառներով եւ նա անվանել է, որ դա պատմական է, այսինքն միշտ էլ եղել է Միացյալ Նահանգներում եւ նա կապ չունի այդ ամենի հետ։ Ցավալի է նման դեպքեր տեսնելը, որովհետև վերջին կարծես թե 2 տարիների ընթացքում բավական շատ միայն 3 անգամ Դոնալդ Թրամփի նկատմամբ են փորձել մահապորձ կիրառել, որը Միացյալ Նահանգների պես երկրի համար բավական ցավալի է։ Եվ այս թեման ամփոփելով մի հետաքրքիր պատմություն էլ կա, դավադրության տեսության սիրահարները միանգամից այս պատմությունը հրապարակել են, ուրեմն մոտ 3 տարի առաջ Twitter-ում մի օգտահաշիվ է գրանցվել, որը հրապարակել է 2 բառ Call Allen։ Այդ ժամանակ որևէ մեկ ուշադրություն չի դարձրել այդ օգտահաշվին, իսկ մահափորձից հետո այդ օգտահաշվի, այդ էջի ուրեմն դիտումները միանգամից 22 միլիոնով ավելացել են։ Պատճառը այն է, որ Call Allen-ը դա այն հրաձիգն է, որը փորձել էր սպանել, մահափորձ անել Թրամփի նկատմամբ եւ երկրորդ, սա առաջին պատճառն է, որ այդ օգտահաշվի դիտումները ավելացել են, երկրորդ պատճառն այն է, որ այդ օգտահաշվի գլխավոր նկարը Թրամփի առաջին մահափորձի լուսանկարն էր, բայց այսպես գաղտնագրված տարբերակով, այսինքն երբ դու լուսանկարին նայում ես, միանգամից չես հասկանում, որ դա հենց այդ տեսարանն է, այդ պատկերն է, այլ պետք է հայելու միջոցով ինչ որ հատուկ դիրքի բերես հայելին եւ այլն, որ քեզ այդ նկարը ցույց տա, այսպես ասեմ, եւ սա էլ արդեն դավադրության տեսության սիրահարները ասում են, որ ամեն ինչ հուշում էր, որ նման բան սպասվում է, բայց ասենք որ բարեբախտաբար այս անգամ էլ Թրամփը անվնաս անցավ այս փորձությունը եւ հուսանք որ այլևս որևէ մեկը նրա նկատմամբ մահափորձ չի անի եւ աշխարհը տակնու վրա չի լինի։ Եվ հարց էր առաջացել ինչպես է նման հզոր երկրում արդեն որերորդ անգամ նախագահի նկատմամբ փորձ արվել, որովհետեւ օրինակ մերպես փոքր երկրում հնարավորություն չկա զենքով կամ առհասարակ ինչ որ մեկը հայտնվի այդտեղ, իսկ Միացյալ Նահանգներում կարծես թե բավական ազատ կարողանում են մոտենալ, որը բավական վտանգավոր է հատկապես պատերազմական կամ առհասարակ ղեկավարի նկատմամբ նման գործողություն իրականացնելը։ Այո, դե մենք ցանկացած վայրում աշխարհի որտեղ էլ որ լինի բռնությանը բնականաբար դեմ ենք, դատապարտում ենք բռնությունը եւ որևէ կերպ չի կարելի ցանկացած հարց դա որևէ արդարացում չի բռնությամբ որևէ հարց լուծելը, այնպես որ ավարտենք այս թեման ու շարժվենք առաջ։ Դոնալդ Թրամփը 3 օր ժամանակ է տվել Իրանին, որպեսզի նրանք մտածեն, ապա նա կսկսի հրթիռակոծել նրանց բոլոր կարևոր կետերը եւ նավթակիր կամ գազակիր այդ ենթակառուցվածքները, ցանկացած բան, նա ասել է, որ փոշու կվերածի։ Հետաքրքիր է, որովհետև Դոնալդ Թրամփը այս հայտարարությունները կարծես թե անում է անընդհատ եւ ըստ դիվանագիտական մեկնաբանությունների դա կարծես թե բարձրացնում է նա բանակցությունների իր դիրքը նման կոշտ ռետորաբանությամբ, որովհետև ինչքան էլ լսեցինք, որ երկու կողմերն էլ թե Իրանը, թե Միացյալ Նահանգները չեն ցանկանում բանակցել, պակիստանյան աղբյուրները հայտնում են, որ նրանք չեն էլ դադարել բանակցել երրորդ երկրի միջոցով, բայց տետատետ հանդիպում կլինի միայն այն պարագայում, երբ որ ամբողջ կետերը համաձայնեցված կլինեն։ Դավիթ, այստեղ մի ուղղակի հարց եմ ուզում տալ, արդյոք առաջնորդի նկատմամբ վստահությունը եւ նրան լուրջ ընդունելու
այդ ցանկությունը ավելի ու ավելի չի նվազում այն պարագայում, երբ նա անընդհատ ինչ որ աշխարհացունց հայտարարություններ է անում, բայց դրան չեն հետևում գործողություններ։ Մենք հիշում ենք Թրամփը հայտարարում էր, որ հիմա պատրաստում է վերացնել մի ամբողջ ուրեմն իրանական մշակույթ եւ այլն։ Հիմա հայտարարում է, որ 3 օր ձեր ժամանակ եմ տալիս, հետո կպայթեցնեմ ձեր բոլոր նավթային ենթակառուցվածքները։ Դրանից առաջ հայտարարում է, որ 2 շաբաթ ժամանակ եմ տալիս ձեզ, դրանից առաջ ասում է, որ մենք 2 օրում կլուծենք Իրանի հարցերը, 2 ժամում կլուծենք Իրանի հարցերը, թե որ նա Ամերիկայի նախագահն է եւ միջուկային գերտերություն, միևնույնն է մարդիկ չեն կորցնում այսպես զգոնությունը անգամ երբ նա արդեն դա անում է 79-րդ անգամ։ Հետաքրքիր է, որովհետև մինչև Վենեսուելա ներխուժելը կարծես թե որևէ կերպ չէին ընդունում նրա հայտարարությունները, որովհետև տևական ժամանակ նա նման թվիթեր էր անում, գրում էր, որ հիմա ամեն հարց կարող է լուծել մեկ զանգով կամ առհասարակ, բայց երբ նա կարողացավ մի քանի ժամվա ընթացքում առևանգել նախագահին Վենեսուելայի եւ տանել, ապա բավական արդեն կասկածներ առաջացան հնարավոր հարվածների մասին։ Հետաքրքիր է, որ այս անգամ նա նույնիսկ վառնացել է կարծես թե ակնարկելով միջուկային զենքով հարվածելուն, որովհետեւ հայտարարել է, որ այնտեղ ամեն բան փոշու կվերածի, իսկ հավանաբար նման զենք դեռ հայտնաբերված չէ նման մեծ տարածք փոշի վերացնելու։ Հետաքրքիր է, սակայն հետաքրքիր է մեկ այլ բան, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պակիստանից հետո այցելեց Օման, ապա այցելել է այսօր Սանկտ Պետերբուրգ, որտեղ արդեն իսկ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հետաքրքիր է այս ամենը ինչու, որովհետև կարծես թե մեկնաբանվում էր, որ Աբբաս Արաղչին մեկնում է Պակիստան բանակցելու Միացյալ Նահանգների բանագնացների հետ, բայց իրանական կողմը ցույց տվեց, որ սա տարածաշրջանային այց է եւ նա փորձում է իր դիրքերը ել ավելի ամրապնդել իր դաշնակիցների մոտ եւ հետաքրքիր կետերից այն է, որ Ռուսաստանում նա բացի արտգործնախարարից հանդիպում է նախագահի հետ, այսինքն նրան ընդունում է երկրի գլխավոր դեմքը, այնտեղ հայտարարվում է փոխադարձ գործակցություն ել ավելի զարգացնելու մասին եւ Աբբաս Արաղչին հայտնում է, որ Իրանը ի ցույց աշխարհին կարողացավ ապացուցել, որ բավական ուժեղ երկիր է եւ կարող է ինքն իրեն պաշտպանել եւ հայտարարեց նույնիսկ, որ ցույց տվեց, որ ունեն շատ լավ ընկերներ Ռուսաստանի գլխավորությամբ։ Հետաքրքիր է այդ ամենը, որովհետեւ կարծես թե բանակցությունների մասին, երբ խոսույթը գնալով իրականից հեռու է գնում, ցանկանայինք, որ միջազգային լուրջ երկրներ կարողանային միջնորդական դեր ստանձնել, որ տեսնենք վերջապես խաղաղություն։ Միացյալ Նահանգներում էլ հավել են, որ նավթի գինը կրկին աճում է եւ արդեն հասել է $108 բարելի դիմաց։ Ես ներողություն եմ խնդրում, ընդամենը րոպեներ առաջ մի տեղեկություն է եկել Իրանի արտգործնախարարը հավանաբար հենց Սանկտ Պետերբուրգում պաշտոնական հանդիպումներից հետո է ասել, Միացյալ Նահանգները Իրանին բանակցություններ է առաջարկել եւ Թեհրանն այժմ քննարկում է այդ հնարավորությունը, այսինքն այնուամենայնիվ Իրանը չի փակել բանակցությունների դուռը։ Այո, պակիստանյան աղբյուրները հենց այդ մասին էին ասում, որ պետք չէ տրվել այն դեղին մամուլում հայտնված տեղեկություններին, որ հենց հիմա պատերազմ կսկսվի։ Միացյալ Նահանգները դա պատճառաբանում է, որ Իրանում ներքին բավական լարվածություն կա եւ դեռ չգիտեն, թե ով է ղեկավարում եւ ում հրամանները պետք է կատարվի։ Այդ պատճառով բանակցությունները երկարաձգվում է, իսկ իրանական կողմը հայտարարել է, որ ժամանակ է տվել ամերիկյան կողմին ընդունել իր պայմանները, որոնք դեռ երևի 10 օր կամ եթե ոչ ավելի առաջ հայտարարվել էր Լիբանանի մասին, Իրաքի, նրանց միջուկային զենքի ունենալու իրավունքի, սակայն հետաքրքիր այն փաստը, որ իրանական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Հորմուզի նեղուց բացել Միացյալ Նահանգների շրջափակումը բացելու ի պատասխան եւ առաջարկ է կատարել, որ հետաձգեն միջուկային զենքի ունենալու մասին այդ բանակցությունները անջամկետ, այսինքն թողեն դա հետագայի համար։ Դա հետաքրքիր է, որովհետև կարողացավ Իրանը կարծես թե Հորմուզի նեղուցը բերել օրակարգ, որը չկար եւ Ռուսաստան այցի եւ Օման այցի, որոնք միջնորդներ կարող են հանդիսանալ, այդ այցը ապացուցեց դա, որ Իրանը բավական ճկուն քաղաքականություն կարողանում է դրսևորել։ Նաև այստեղ տեղեկություններ կան, Իրանը կարծես թե Չինաստանից նոր զինատեսակներ է գնել, այո։ Այո, Չինաստանի հետ ունի նոր պայմանավորվածություն, որ կարողանում է նա Սպուտնիկային այդ տեղեկություններ ունենալ հստակ տեղերի մասին ամերիկյան
զենքերի եւ տեխնիկայի, որովհետեւ վերջերս կռվի վերջին ժամանակները տեսանք թե ինչպես դիպուկ կարողանում է Իրանը խոցել ամերիկյան թե ռադարները, թե տեխնիկան, թե ավիակիրների ուղղությամբ կարողացավ դիպուկ հարվածել, որովհետեւ բավական դժվար է հնացած տեխնոլոգիաներով տեղորոշել նման սարքավորումները։ Եավելում ասեմ, որ Միացյալ Նահանգների 4-րդ ավիակիրն է արդեն մոտեցել մերձավոր արևելքի տարածքին, որը կարծես թե ավելի է սրում իրավիճակը եւ բանակցությունների ժամկետը մոտեցնում, քանի որ 4 ավիակրի ներկայությունը բավական լուրջ է, իսկ այս արբանյակային հետախուզական տվյալներ ունենալով Իրանը կարող է շարունակել դիպուկ թիրախային հրթիռակոծությունները, որը որ տեսանք կռվի արդեն վերջին հատվածում, եթե մինչև այդ Իրանը մեծ քանակով հրթիռներ էր օգտագործում, որից կարող էր 1 կամ 2-ը հասնել թիրախին, ապա այժմ կկարողանա դիպուկ հարվածներով խոցել ամերիկյան բազաները տարածաշրջանում, որը շատ թանկ է նստում թե տարածաշրջանի երկրների համար եւ ձեռնտու չէ Միացյալ Նահանգներին, այսպիսով հուսանք, որ նման կերպ կփորձեն նրանք գալ բանակցային սեղանի եւ լուծել այդ հարցը բանակցություններով, որովհետեւ ինչպես նշեցինք, արյուն թափելը լավ միջոց չէ ցանկացած պարագայում խնդիրներ լուծելու, որովհետեւ հետք անպայման կթողնի։ Անպայման եւ ես կարծում եմ, որ այդ ավիակիրների մոտենալը մերձավոր արևելքին եւ իրանական ափերին երևի թե ավելի շատ բանակցություններում այսպես հաղթողի դիրքերից ներկայանալու ցանկություն է Միացյալ Նահանգների կողմից, քան այն, որ ինքը իսկապես պատրաստվում է նոր հարձակման, որովհետև բավականին տևական շրջան նա մարտեր էր վարում, պատերազմ էր վարում Իրանի դեմ, բայց միևնույնն է չկարողացավ այդ Խամենեի ռեժիմը, այսպես ասենք, տապալել, որովհետև կարծես թե այնտեղ իսկապես գործում է այդ համակարգը, երբ չկա առաջնորդը, բայց միևնույն է այդ ինստիտուտները շարունակում են աշխատել թե ռազմական, թե քաղաքացիական եւ ըստ էության այն ինչ որ մտածել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը համատեղ, կարծես թե ձախողվեց առաջին փորձից եւ երկրորդ փորձին մտնելը դա նույնպես որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ շատ արագ Միացյալ Նահանգները կամ Իսրայելը կկարողանան հաջողության հասնել, եթե անգամ հաշվենք, որ սա ուժերի վերադասավորման շրջան է այդ երկուսի համար։ Բոլոր կողմերը տուժեցին այս կռվի ժամանակ, թե ֆինանսապես, թե մարդկային կերպով Իրանը կորցրեց իր առանցքային ղեկավարներին, խոցվեցին մի շարք կարևորագույն օբյեկտներ Իրանում, նույնը կարելի ասել տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների մասին, թե Միացյալ Նահանգների, որովհետև ինչպես տեսնում ենք վերլուծական լրատվական աղբյուրներից, որ Միացյալ Նահանգները սպառել է մեծ մասը իր օրինակ Patriot հակաօդային համակարգերի հրթիռների եւ ստիպված պետք է շատացնի այդ գումարը եւ ստիպված էլ ավելի շատ զենք գնի, որը ակնհայտորեն կբերի ավելի մեծ լարվածության, որը ցանկալի չէ, որովհետև թե տարածաշրջանը, թե աշխարհը կարծես թե հասել է այն կետին, որ սառը պատերազմի ժամանակները կարծես վերադարձած լինեն, բոլորը պատրաստվում են ինչ-որ ավելի մեծ կռվի, որը կարծես թե երբեք լավ արդյունքի չի բերել մեզ եւ ցանկալի կլինի ամեն հարց լուծել դիվանագիտական ճանապարհով։ Շնորհակալություն Դավիթ, շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, ուշադրության համար, շարունակեք հետևել 21 TV եթերներին, 21 TV News-ի աշխատանքին, առավոտյան ամեն օր, առավոտյան ժամը 8-ից գիշերը ժամը 1-ը ամեն ժամյա թարմացվող մեր լրատվական թողարկումներին եւ մենք էլ կհանդիպենք վաղը երեկոյան ժամը 19-ին այստեղ։ Ցտեսություն։ Ինչ նոր հանդիպում։